Արցախից ենք։ Որ հատվածից։ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից։ Այսօր ինչ նպատակ ունի հավաքը, գլխավոր պատճառը, որի համար այստեղ եք այսօր։ Ու ես այն կարծիքն եմ, ոչ թե այստեղ պիտի հավաքեն մենակ արցախցիները, այլ իսկապես ամբողջ հայ ազգի այն ամուր կորիզը պիտի հավաքի։ Ես 33 տարի ծառայել եմ զինված ուժերում, Պայեստազորի փոխգնդապետ եմ, վերջի պաշտոնս եղել եմ Մարտունու շրջանի զինկոմիսար։ Եվ այն կարծիքին եմ, որ ամեն ձեւի պետք է միախմբվենք, միավորվենք եւ հույսները չկտրենք եւ լիահույս եմ, որ վերադարձ դեպի Արցախ լինելու է։ Իսկ ինչ եք կարծում, ձեր խնդիրները որևէ լուծում կստանանք այսօր հավաքից հետո։ Չլսեցիք։ Հավաքից հետո հնարավոր է, որ խնդիրները ձեր լուծում ստանան։ Չեմ լսում։ Ըստ ձեզ, հավաքից հետո հնարավոր է, որ ձեր խնդիրները լուծում ստանան։ Ու իմ կարծիքը մենակ հավաքներով տենց որ նայում եմ մեր ազգին, մենակ հավաքներով անհնարին է։ Մենք կարծիքին ենք, որ ազգը իսկապես պարակված է։ Այստեղ կարելի ասել չի կարելի այս ժողովրդի համար, որ ընդամենը մեր կարծիքն եք եկել արտահայտելու, այսքան ոստիկաններ բերած, ամոթ ուղղակի, ես ամաչում եմ դրա համար։ Ինչ գործում քայլեր կառաջարկեիք, ասում եք հանրահավաքներով ոչինչ չի փոխվի, ըստ ձեզ ինչ քայլեր կառաջարկեիք։ Ու սա ընդամենը մի փոքր բողոքի կարծիք ենք արտահայտում մեր իշխանությանը, որ եկեք նորից վերադառնանք մեր առաջվա այն հայրենասիրությանը, այն միաբանությանը, որը մեր ընկերները, մեր ծնողները թողել ենք այս պայքարով, զոհվել են, թողել ենք Արցախում եւ մենք եկած այստեղ ինչ ոնց ասեմ, կոտրված մարդիկ ենք էլի։ Ես ամեն օր արցախցիները ընդհանրապես ասում են գիշերը Արցախում ենք, ցերեկը Հայաստանում, թեկուզ Արցախն էլ Հայաստանի մի ամենայն հայրենասեր մասն է եղել, ամենայն հիասքանչ հողատարածքներն է եղել, բայց ես ցերեկն եմ Արցախում, գիշերն էլ, ընդամենը մարմինս էստեղ է։